Սաղմոս 13 աղոթք օգնության համար։ Ով Տեր, միչև երբ ես մոռանալու ինձ բոլորովին, միչև երբ ես թաքցնելու քո երեսը ինձանից, միչև երբ պիտի հոգս անեմ իմ հոգում եւ ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում, միչև երբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։ Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տեր, իմ Աստված, լուսավորիր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ, որ իմ թշնամին չասի, ես հաղթեցի նրան, եւ կամ չցնցան իմ հակառակորդները, թե սասանվեցին տեղից, բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա, իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ, ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։ Մարդկանց անզգամությունը, Սաղմոս 14-րդ գլուխ, անզգամն իր սրտում ասաց, Աստված չկա, նրանք ապականվեցին եւ գարշելի եղան իրենց գործերով։ Ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվեցին եւ միասին անպիտան դարձան։ Բարի գործանող չկա, մեկն էլ չկա։ Միթե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում եւ չեն կանչում Տիրոջը։ Այնտեղ սարսում են վախից, որովհետեւ Տերը արդարների սերնդի մեջ է։ Ձախողում է աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։ Օ, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը, երբ որ Տերը իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա եւ Իսրայելը ուրախ կլինի։ Ինչ է պահանջում Տերը, Սաղմոս 15-րդ գլուխ։ Տեր, ով կկենա քո վրանում եւ ով կբնակվի քո սուրբ լեռան վրա, նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում եւ ճշմարտություն է խոսում իր սրտում, նա, ով իր լեզվով չի չարախոսում եւ չար բան չի անում իր ընկերոջը, եւ նա նախատիկ չի գցում իր դրածու վրա։ Նա ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երթում է տալիս ընկերոջը եւ չի փոփոխվում, ով իր արծաթը չի տալիս վարձով եւ անմեղի դեմ վկայելու կաշառք չի անում, ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։